կլինի ասել, որ մեծական կարիքներ ունեն, բայց սա բոլորիս քաղաքացիական պարտքն է, որովհետև մեծ անարդարություն կա Դավիթի հանդեպ եւ Դավթի եղբոր հանդեպ, որի հանդեպ ևս քրեական չէ, հետապնդում սկսվել, մենք պիտի հասկանանք, որ այստեղ Դավթի եւ եղբոր դեպքը ցույց է տալիս, ինչքան փոքրուն է սովա մեր քաղաքացու պաշտպանվածությունը, որովհետև ոչինչ չպլանավորելով, ընդհանրապես տոնական եկեղեցի գնալով կատարարքի մասը կարող է հայտնվել իր հանդեպ մեծ հաշվով այսպես անսպասելի բանի կենտրոնում եկեք անունը դնենք լավ միջադեպ ասենք, ավելի փոքր բարձ չասեմ, որովհետև մարդը ընդհանրապես գնացել է կատարարքից լսելու, տնական օր էր եւ այս փոխշունությունը, որ մեր քաղաքացու պաշտպանվածությունը սովորի, մեր այսօրվա ժամանակների ամենաբնորոշիչ բանությունն է։ Մենք պիտի պաշտպանությունը, իրավունքների պաշտպանությունը դարձնենք մեր ամենակարևոր գործերից մեկը, որովհետև Հայաստանի տարիքարին այսպես լինել իրավական գործ։ Արդյոք այսպես պետք է Պաշտոնյան շփվի քաղաքացիների Ի սկզբանե ժողովրդավարության բաստիոնի դրոշը վերցրած երկիրը չի գնի կալանքը պատժամիջոց դարձնելու ճանապարհով եւ եթե լինում է ինչ-որ կասկած իրավական բնույթի իրավունքի ոտնահարման եւ այլն եւ գործ է հարուցվում, դա պետք է քննվի հաշվի առնելով այդ դեպքի բոլոր առանձնահատկությունները։ Կալանքը միանգամից կիրառել որպես պատժի միջոց ենել երիտասարդների դեմ, որոնք ընդհանրապես գտնվում էին իրենց կանգնած վայրում, ինչի ոչինչ չէին պատրաստվում անել եւ փորձել այդ մարդկանց հանդեպ ինչ-որ բան ենել հասարակական մթնոլորտ ստեղծելով, իսկ մենք դրա ականատեսնել ենք լինում, եկեք դա էլ չմոռանանք, որ փորձ արվում այս երեխաներին ինչ-որ բան վերագրել, վարքի, չգիտեմ, դաստիարակության, այդպես էլ խոսում են պատգամավորները դաստիարակության պակասի, որ այնքան անարդար է, այս անարդարությունը միայն իրավական չի, նաև այս բանի բարոյական անպաշտպանությունը, մենք ամեն մոտես ամեն պահի կարող ենք ենթարկվել այդպիսի մի գրոհի, կազմակերպված իշխանությունների իրավապահ համակարգին, իսկ տեսնում ենք, որ քննիչներ են գործից հեռացվում, որովհետև չեն անում են ինչ-որ ի սկզբանե ցանկալի էր, որ իրեն կանեին, այլ անում են իրենց գործը, հա, պատշաճ կերպով։ Այս անպաշտպան քաղաքացու այս բանից մենք պիտի վերջապես դուրս գանք եւ սա ոչ քաղաքական համակրանքների խնդիր է, քաղաքացին պիտի վերջապես հասկանա, եթե ինքը իրոք որոշել է բաստիոնում ապրել, հա, թող իրեն որպես բաստիոնում ապրող քաղաքացի իր իրավունքները պաշտպանի։ Շնորհակալություն։ Մի քիչ